գալիս են ստեղ, պիտի օրինակ նորմալ տրամաբանությունը ուշեր, որ ժիրիբիով կա լիներ։ Այսինքն ընդդիմության տեխնացուն նստեր, տեսներ օրինակ դեմքերով չեմ ճանաչում, օրինակ այս երիտասարդ падգամավորին այն ակնոցներով չգիտեմ ով է։ Կարող է ինքը չէր ուրիշներ, գալիս է մեկի տեղը ստորագրելու, չէ։ Ես նաև չտեսա արձանագրում եմ, որ ոչ մի падգամավոր վկայականը չներկայացրեց, ոչ մեկ։ Այսինքն պետք է ընդդիմությունը իհարկե լեգիտիմ են այս ընտրությունները։ Սենց ասեմ, իմ համար այս ընտրությունները կամ բան իրական այս բաներ են կերծ, որ էսի ոչ մի բան է, իրենք իրաց մեջ են։ Այստեղ ինչ նախնդիրը կա։ Դե արդեն մի քանի անգամ ասեցի, էլի, վերջի անգամ բայց պայմանավորվենք, էլի։ Ուրեմն նայեք, ժողովուրդ, հանձնաժողովը ձևավորվել, որը պետք է ընտրությունը պատշաճ կազմակերպի։ Այս մարդկանց այդ լիազորությունն է տրվել։ Եկել ենք ստեղ, ժողովուրդ։ Պիտի ընդդիմությունից լինի 3 ներկայացուցիչ։ 3 ներկայացուցիչ չկա, իրանք սկսել են այդ նիստը։ Պատասխանը մինչև մենք եկել ենք, իրանք սկսել են վռազ են մի քիչ իրանք երևի։ Հիմա շարունակեմ, լավ, ժողովուրդ։ Եթե ես խախտում եի արել, պետք է արձանագրություն կազմեին, որ այս ինչ մարդը ուշացել է։ Այսինքն դա արձանագրված չի, բացակայում է։ Պրոստը բացակայում է։ Հաջորդը շարունակում են առանց ընդդիմության ներկայացուցիչների այդ process-ը։ Ասեմ, ինչ իրավական հիմքով եք, որոշել որ ընդդեմ նստած այդ աղջիկները պիտի լինեին։ Կարող է ես էի, կամ այն ящик բացող փագողը ով է։ Հիմա այդ վախը տեսնելով մտածեմ կամ հիմնավորվում է, որ կամ այս մարդիկ կոմպետենտ չեն, ժողովուրդ։ Այսինքն այս մարդիկ եկել են ի սկզբանե խախտումով ընթացել են ընտրությունները։ Ընտական process-ը խախտումով գնացել է, վերջ։ Այդ է, բավարարված եք Նարեկ ջան։ Ահա։